Շատ ենք խոսել տարբեր առիթներով, դուք էլ միշտ այս հարցը բարձրացնում եք, բայց տենց մի բանով սկսեցիք, հետո լրիվ ուրիշ տեղ գնացիք։ Մենք ոչ մի հակասոցիալական քաղաքականություն չենք վարում մեր որևէ քաղաքացու նկատմամբ, եկեք սկսենք դրանից։ Դրանք կլինեն աշխատող քաղաքացիները, որոնք դուք անվանում եք նաև աշխատող աղքատներ, հասկանում եմ, որ դա տերմին է, թե չաշխատող քաղաքացիներ, եւ մեր քաղաքականությունները միտված են մարդկանց այո նաև արժանապատիվ աշխատանքով ապահովելուն եւ նաև մեր տնտեսական զարգացմանը զուգընթաց մենք տեսնում ենք թե ինչպես են աշխատատեղերի թվերը աճում, այսօր վարչապետը դրա մասին նաև խոսեց, չեմ ուզում նորից դրան անդրադառնալ։ Եվ այո մենք համարում ենք, որ մեր սոցիալական խնդիրների լուծումը աշխատանքի միջոցով պետք է տեղի ունենա եւ ոչ թե անապահովությունը կամ աղքատությունը պարզապես աջակցելու տարբեր նպաստային մեր ծրագրերով։ Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձին, այո, մենք այս պահին ունենք թիվ նվազագույն աշխատավարձի, որ մեր երազած նվազագույն աշխատավարձից հեռու է, բայց նաև մենք պետք է հասկանանք, որ այդ նվազագույն աշխատավարձի բարձրացումը ունի նաև այլ հետևանքներ, այդ թվում ֆիսկալ։ Նվազագույն աշխատավարձի բարձրացումը նաև ունի տնտեսության վրա ազդեցություն, որը միշտ չի որ դրական է։ Այսինքն նվազագույն աշխատավարձի բարձրացումը միայն նվազագույն աշխատավարձի բարձրացում չի ինքնին, այլ ունի բազմաթիվ հետևանքներ, որոնք որ հաշվի են առնվում այդ որոշումը կայացնելիս։ Բայց նաև մեր միջին աշխատավարձի աճը, որը պարոն Խաչատրյանի հետ էլ ենք շատ խոսում այդ թեմայով, այո, որը միջինն է, ոչ թե մեդիան է, պարոն Խաչատրյան, մեդիանը ուրիշ է իհարկե, մենք տեսնում ենք, որ աճում է, այսինքն մեր քաղաքացիների եկամուտները այնուամենայնիվ աճում են եւ նաև աղքատությունն է նվազում մեր վերջի վիճակագրական տվյալներով, որոնք վստահ են, որ 25 թվականին ավելի լավն են լինելու, քան 24 թվականին։ Եւ այս առումով, եթե դուք օրինակ դեռ մասնագիտական քննարկման շրջանակներում կգաք եւ մեր հետ կաշխատեք, ինչու ոչ նաև կապացուցեք, որ մենք հենց հիմա կարող ենք մի քայլ անել, որը այլ էֆեկտներով ավելի վատ դրության մեջ չի դնի մեր տնտեսությանը, եկեք քննարկենք իրար հետ անենք։ Մեր կարծիքով այս պահին մենք ունենք օպտիմալ վիճակ երկիրը առաջ տանելու տնտեսական եւ նաև սոցիալական զարգացման տեսանկյունից։ Այսքանը արձագանք եթե կլինի, արձագանք։ Պարոն Թորոսյան, դուք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն եք, էկոնոմիկայի նախարար կա կառավարությունում, Փառք Աստծո, ֆինանսների նախարար։ Հիմա մենք քննարկում ենք, ասում եք հիմնավորեք, հիմնավորեցի, ասում եմ աշխատող աղքատը 2021 թվականին նվազագույն աշխատավարձով ավելի լավ էր ապրում, որովհետև 2000 դրամ էր պակասում նվազագույն իր ծախսը անելու համար, 5 տարի չգիտեմ ինչ քաղաքականություն եք իրականացրել, հիմա 7000 դրամ է պակասում։ Մյուսը նվազագույն աշխատավարձի եւ միջին աշխատավարձի հարաբերակցությունը նորմալ էր, 47% էր, 5 տարի չգիտեմ ինչ արեցիք, այդ աղքատ մարդկանց վիճակը ավելի վատացավ, դարձավ 35%։ Հիմա ասում եք ոնց անենք, ինչ անենք, նաեւ խոստացել եք 85000 դրամ դարձնեք, իդեպ այդ թիվը որ դարձնեք, գոնե այս մասով խնդիրը հնարավոր է լինում լուծել։ Այսինքն պարզ բան է, չէ՞, մարդը աշխատում է, ինչ եք ասում, աղքատ մարդու համար պետք է ստեղծեիք աշխատանք, որ նպաստից դուրս գար գնար աշխատել, բայց հակառակն է կարել, ավելի կախված եք դարձրել։ Մարդն օրինի բուն աշխատում է, օրական 8 ժամ, շաբաթական 40 ժամ, բայց աղքատ է, նորից ավելի վատ վիճակում է, քան որ 2021-ին։ Պարոն Ավետիսյան, ես կառավարության անդամ եմ, անկախ նրանից, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար եմ եւ մեր մյուս գործընկերների թշնամին չեմ, եւ մենք մի քաղաքականություն ենք վարում բոլորս։ Երկրորդը մանիպուլացնելը լավ բան է, բայց այտենց լույսի ներքո պետք չէ էլ այդ ամեն ինչը անել։ Դուք ասում եք աշխատող աղքատի նվազագույն աշխատավարձի եւ ասենք բանի, պարենային զամբյուղների տարբերությունը, բայց մարդկանց թիվը, ասում եմ աղքատությունը նվազել է, այդ մարդկանց թիվը քչացել է, պարոն Ավետիսյան։ Այն մարդկանց թիվը, որոնք որ այդպիսի խնդիր կունենան նվազագույն աշխատավարձի եւ պարենային զամբյուղի տարբերությունների ավելի քիչ է եւ մենք տեսնում ենք այդ թվերը մեր ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներով եւ նորից եմ կրկնում, վստահ եմ մյուս տարի ավելի լավ է լինելու եւ ինչպես վարչապետը իր այսօրվա ելույթում նշեց բյուջեի ժամանակ, մենք մոտ ենք ծայրահեղ աղքատությանը վերացնելուն, այսինքն ընդհանրապես որ չլինի, հուսով եմ կհասնենք մոտ ապագայում։ Եվ հետեւաբար մեր քաղաքականությունները տալիս են իրենց արդյունքը անկախ նրանից, որ մենք նվազագույն աշխատավարձի թիվը այս պահին ունենք 75000 դրամ։ Մեր շատ քաղաքացիներ դրանից ավելի բարձր աշխատավարձ կամ եկամուտ ունեն եւ գնալով ավելի են շատանում։ Շնորհակալություն։